կասել։ Ինքը ով եղեցի մնա բարեկամ են։ Ես թիվը չստեցի մենակ։ Ովքեր են ձեզ հայտնի եք 40։ Ես մի քանի անգամ ասում։ Ընդհանրապես գիտեմ, որ ձեռքի կոդրվածքներով երեխաները տղաները են տարած։ Անչափահաս։ Չէ, բանը։ Հասուն տղամարդիկ, հա։ Իսկ հիմքը հայտնի է ձեզ։ Տեղյակ չեմ, կամաց տղաները ասում են ինձ, ես որտեղից իմանամ։ Իսկ փաստաբաններ չկան, ովքեր զբաղվում են այդ հարցերով, տեղյակ են, ուր են տարել։ Մենք ինքներս մեր փաստաբաններն ենք, մեզ ոչ մեկ պետք չի։ Իրավական գործընթաց է։ Ոչ, սա էլ կանցնենք։ Պարոն Կարապետյան, ճիշտ է, ձեզ 45։ Ասա մոտ 45, հիմա կարող է 43, հիմա այդ տղան չի կանգնել, որ հաշվի թե 43-ա թե 41։ Ես հարցրի, դուք լսեցիք, սկսեցիք հարց տալ։ Հստակեցնեք, բերման ենթարկվածների թիվն է 45, ներողություն։ Ինձ նոր հուշեցին, որ այդքան մարդ են այստեղից, հա։ Հենց մեր խոզարգության վայրի չէ, մեր բնակարանի առջևից։ Իսկ տեղյակ չեք ովքեր են ձեր Եթե ճշմարտություն ասելը դա հանցագործություն է, ուրեմն մենք հանցագործներ ենք եւ հանցագործություն ենք կատարել։ Եթե ճշմարտությունը ասելը դա հանցագործություն է, ապա մենք հանցագործներ ենք։ Ես չէի խոսել, բայց ասում եմ, ամեն Սամվելի գրած բառի տակ մեկ առ մեկ ես ստորագրում եմ։ Որում ասում են, քիչ առաջ հայտնի դարձավ, որ հայոց եկեղեցուն աջակցություն հայտարարության միջապես հետո իրավապահ մարմինների կողմից փորձ է կատարվել ձեռքապալելու ազգային բարերար Սամվել Ղազարյանի ստորեն դատապարտում ակնհայտ քաղաքական շրջանակներով պայմանավորված հետապնդում կորդորում իրականացնել ապօրինի ավելի վաղ հայտնի է դարձել նույնիսկ որ ձերբակալվածների թվում է Սամվել Կարապետյանը, ինչը ներքեց Կարեն Կարապետյանը։ Հիշեցնենք ևս մեկ անգամ, որ այսօր Սամվել Կարապետյանն իր աջակցությունն էր հայտնել հայ առաքելական Սուրբ եկեղեցուն իշխանությունների կողմից Մայրաթորի եւ Վեհապար Հայրապետ Գարեգին II-ի դեմ տարվող արշավի ֆոնին, ինչին հաջորդել է Փաշինյանի